Ամուսնության վկայական ունեցող նորապսակ զույգերը կարող են իրենց առողջական վիճակի վերաբերյալ անվճար հետազոտություններ անցնել։ Ծրագրից կարող են օգտվել թե կինը, թե տղամարդը ամուսնությունը գրանցելուց հետո 3 ամսվա ընթացքում։ Դիմում են քաղաքացիները իրենց առողջության առաջնային պահպանման հաստատություններ եւ այնտեղ ծրագրին մասնակցելով 3 ամսվա ընթացքում դա կարող է իրականացվել, անցնում են եւ հետազոտությունները եւ որոշակի ըստ անհրաժեշտության նեղ մասնագիտական խորհրդատվություն։ Տարբերությունը իր տարածքայինի եւ միջամուսնականի միայն է, որ այն հետազոտությունները, որոնք տարածքային քաղաքացին կինը հետազոտվում է, նրանք սահմանափակ են։ Խորհրդատվություն բժշկի հետ, սոնոգրաֆիկ հետազոտություն եւ քսուկ։ Այսինքն դրանք այն ծավալն են, որը կատարվում է պետպատվերի սահմաններում։ Միջամուսնականին արդեն ավելանում է որոշակի սեռավարակներ, դա կոչվում է տորչ եւ որոշակի հորմոնալ հետազոտություններ, եթե իհարկե գինեկոլոգը գտնում է, որ կինը ունի որոշակի հորմոնալ խախտումներ։ Հետազոտություններն անվճար անցնելու համար պետք է, որ զույգը ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթեր։ Պարտադիրը ամուսնության գրացման վկայականն է, անձը հաստատող փաստաթղթերը։ Չնայած եթե իրենք արդեն հանդիսանում են տվյալ ԱՕՊ-ի սպասարկող քաղաքացի, իրենց փաստաթղթերը այնտեղ էլ լինում են, բայց ամուսնության վկայականն է անհրաժեշտ, որպեսզի հաստատվի, որ դա ամուսնական զույգի մասին է խոսքը։ Սա ուղղված է նաև վերարտադրողական առողջության ընդհանուր հարցերին, մինչև հղիություն պլանավորելը պարզելու, թե ինչպիսին է առողջական վիճակը, ընդգծում են մասնագետները։ Ես այստեղ կուզեմ շեշտել անպայման, որ պլանավորմանը դա ժամանակային չի, այսինքն եթե հենց տվյալ պահին զույգը չի պլանավորում հղիություն, ամեն դեպքում հետազոտությունները ցանկալի են եւ կարեւոր, որպեսզի առողջական վիճակը հասկանալի լինի։ Սա արվում է նրա համար, որպեսզի եթե կան որոշակի շատ թեթև փոփոխություններ, որոնք կարող են շտկվել դեռ կանանց կոնսուլտացիայում, դրանք կարելի է անել, որպեսզի զույգը հենց առաջին հղիության հետ չառնչվի բացասական էմոցիաների հետ, որը կարող է բերել կամ անպտղության կամ կարող է բերել չզարգացող հղիության։ Արդեն 5 տարի գործող ծրագրի մասին զույգերը տեղեկանում են նաև ամուսնության գրանցման ժամանակ, երբ ստանում են ինֆորմացիոն թերթիկներ։ Մեզ դիմում են ցանկացած բարդության հիվանդություններ, ամենաթեթևից մինչև ամենաբարդ հիվանդությունները։ Եվ պարզը արդեն ստանում են համապատասխան մոտեցումներ։ Եվ նաև խորհրդատվություն այլ նեղ մասնագետների, երբեմն իրենք չեն կողմնորոշվում, մեր խորհրդատվության ընթացքում կարող են որոշակի բաներ հայտնաբերվել եւ ուղղորդվել։ Մասնագետները կարևորում են ընտանիքի կազմավորման սկզբից սա ուղղորդում է զույգերին, հետևողական լինեն իրենց առողջական վիճակի մասին, որ հետագայում հղիությունն ու երեխայի ծնունդը առողջ լինի։ Մերի Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։